Լսել ես նիգերիացի արքայազնի մասին, որն իբր թե մեծ ժառանգություն է թողել քեզ։ Պետք է փոքր գումարով օգնել նրան, որ քո մեծ գումարը փոխանցի քեզ։ Կամ էլ լսել ես, թե ինչպես են առցանց առևտրի կեղծ կայքեր ստեղծում, որտեղ կարող ես գրանցել քարտի տվյալներն ու կորցնել գումարդ։ Սրանք բոլորը ֆինանսական խարդախություններ են, որոնց նպատակը քեզնից գումար գողանալն է։ Ինչ կլինի, եթե դրամապանակդ մոռանաս համերգասրահում։ Հավանական է, որ կկորցնես այն։ Նույնը քո անձնական ու բանկային տվյալների հետ է լինում։ Եթե ուշադիր չլինես, կօգնես գողերին։ Այս նյութը դիտելով կդառնաս ֆինանսական սուպերհերոս ու թույլ չես տա, որ խաբեն քեզ ու քո մտերիմներին։ Ֆինանսական խարդախությունների տարածված տեսակներն են սմիշինգը, երբ ցանկանում են քեզ ծուղակը գցել SMS-ի միջոցով, ֆիշինգը, երբ ցանկանում են քեզ ծուղակը գցել էլեկտրոնային նամակով, ստեղծում են նաև առցանց առևտրի կեղծ կայքեր, վիշինգը, երբ ցանկանում են քեզ ծուղակը գցել զանգով ու ձայնով, եւ ֆինանսական բուրգերը, երբ համոզում են ներդրում կատարել կեղծ սխեմաներում։ Ֆինանսական խարդախությունների մեջ չընկնելու համար ստուգիր, թե ով է իրականում քեզ գրում կամ զանգում։ Եթե քեզ զանգել են անծանոթ համարից, անջատիր ու հետ զանգիր քո ունեցած համարով, իսկ կազմակերպության դեպքում պաշտոնական հեռախոսահամարով։ Կամ էլ գրիր պաշտոնական մեյլին կամ սոցիալական ցանցի իրական էջին։ Ընտրիր բարդ եւ ոչ հեշտ գուշակվող գաղտնաբառեր։ Ներառիր մեծատառ, փոքրատառ, թիվ, նշաններ, պարբերաբար թարմացրու դրանք ու մի ասա ոչ ոքի։ Մի գրիր հեշտ հասանելի տեղերում։ Ուշադիր եղիր կարևոր ու գաղտնի այս տվյալների հետ, որ չտաս խարդախներին։ Մի դիր PIN կոդը քարտի հետ նույն տեղում։ Եթե արդեն հայտնվել ես խարդախության մեջ, հենց հավելվածից բլոկավորիր քարտդ, պատմիր մեզ պատահածի մասին կապ բանկի հետ բաժնում։ Փոխիր գաղտնաբառերդ, պատմիր ծնողներիդ, ասա նրանց, որ կարող են դիմել ոստիկանություն։